Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը նաև 2022 թվականի Ստամբուլյան բանակցություններում։ Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ։ Բանակցություններին ընդառաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ռուսական պատվիրակության անդամներին։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմը ներկայացնելու են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան և արտգործնախարար Անդրի Սիբիհան, որը Թուրքիայում արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկնել է Թուրքիա, սակայն նա Անկարայում հանդիպելու է միայն Ռեջեփ Էրդողանի հետ։ Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ բացի Վլադիմիր Պուտինից ռուսական պատվիրակության այլ ներկայացուցիչների հետ հանդիպել չի պատրաստվում։ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել էր, որ կմասնակցի բանակցություններին միայն եթե Ռուսաստանի նախագահը որոշի մեկնել Ստամբուլ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ անհրաժեշտության դեպքում մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններին։ Դիվանագիտական գործընթացների և հրադադարի անհրաժեշտության մասին խոսակցությունների ֆոնին Կիևից հայտնել են, որ ռուսական ուժերն օդային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Դնեպրոպետրովսկի շրջանում բնակելի շենքեր և քաղաքացիական այլ կառույցներ են վնասվել։ Հրդեհ է բռնկվել Սումիում, վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Չնայած ԱԹՍ-ների հարձակումներին տուժածներ չկան նաև Կիևի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալով ռուսական կողմն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, 62-ը խոցվել է, 29-ը ընկել չհասնելով նշանակետին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ մեղադրել է Ուկրաինային Ռոստովի և Բելգորոդի մարզերի ուղղությամբ 3 ԱԹՍ արձակելու համար։ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում հանդիպումներից և միլիարդավոր դոլարների գործարքներից հետո մեկնել է Կատար։ Հատկանշական է, որ այս մերձավոր արևելյան շրջագայությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփի առաջին աշխատանքային այցն է արտերկիր, ինչն ամերիկյան ԶԼՄ-ներն արդեն պատմական են որակում։ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանին բովանդակալից է որակել Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները, տեղեկացրել, որ բացի երկկողմ հարցերից քննարկվել է նաև մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ Կատարի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակ։ ԱՄՆ նախագահի խոսքով էլ ի թիվս այլնի անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական հակամարտությանը և Իրանին։ Դոհայում կողմերը համագործակցության հռչակագիր և մի շարք համաձայնագրեր են ստորագրել, պաշտպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է կնքվել։ Բացի այդ, Սպիտակ տունը հայտնել է, որ Qatar Airways-ը ռեկորդային ավելի քան $200 միլիարդ Boeing-ի 160 ինքնաթիռի պատվեր է տվել։ Կատարը նաև MQ-9B անօդաչու թռչող սարքեր ձեռք կբերի։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն ստորագրված համաձայնագրերը ենթադրում են առնվազն $1.2 տրիլիոն տնտեսական փոխանակումներ, իսկ կնքված գործարքների ծավալը գերազանցում է $243 միլիարդ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել միջուկային զենք արտադրելու նպատակով։ Նրա խոսքով Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը միայն ցածր մակարդակով քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, եթե Միացյալ Նահանգները անմիջապես վերացնի բոլոր պատժամիջոցները։ Շամխանին նշել է, որ իրանական կողմի պայմանները բավարարելու դեպքում Թեհրանը պատրաստ է արագ համաձայնագիր ստորագրել։ Պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասելով, որ նա խոսում է խաղաղության մասին, բայց իրականում միայն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա։ Շամխանին շեշտել է, եթե Վաշինգտոնն ազատվի Նեթանյահուի ազդեցությունից, ապա Թեհրանի հետ համաձայնությունն իրական կլինի։ Դիանա Գասպարյան, լուրեր։